Տիկին Գալստյան, դուք խոսեցիք նաև Բաքվում պահվող մեր գերիների եւ հայրենակիցների մասին։ Մի քանի օր առաջ այդ ամբիոնից այս դահլիճում հնչում էր ԿՊ պատգամավորների կողմից ելույթներ եւ խոսքեր, որ նրանք զբաղվել են գերիների վերադարձի հարցով, արել են առավելագույնը, ինչ հնարավոր է եղել։ Դուք լինելով 8-րդ գումարման նաև արժապատգամավոր, ներգրաված լինելով միջազգային տարբեր միջխորհրդարանական խմբերում որպես անդամ, արդյոք նման դեպքեր եղել են եւ ինչ գործողություններ են առհասարակ եղել ռազմավարություն գերիների իրավունքների հետ կապված նրանց վերադարձի հարցով զբաղվելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Տիկին Ավետիսյան, այո, ցավոք սրտի բացարձակապես չեմ կարող կիսել ոչ միայն կատարվել է առավելագույնը գնահատականը, այլև առհասարակ ինձ համար գոնե տեսանելի չեն եղել, ինձ եւ քաղաքական մեծամասնության համար եւ մեր հանրության համար տեսանելի չի եղել, թե այդ ուղղությամբ ինչ է կատարվում։ Ես մեկ փաս կուզենամ այստեղ նաեւ նշել, օրինակ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, Ռուբեն Վարդանյանի կինը գրեթե արդեն ամիսներ շարունակ դիմել էր ՄԻՊ-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև Բաքվից ազդակներ կային, այնտեղ այցելություն կազմակերպելու ուղղությամբ եւ այլն, բացարձակ անհաղորդություն եւ կարծեմ վերջերս արտաքին գործոց նախարարությունը կարծեմ հրավիրել է ընտանիքի անդամներին խոսելու։ Ես ինքս ցավով եմ սա ասում, արձանակ փաստ եմ ունեցել եւ առերեսվել են մի իրականության հետ, երբ որ Պորտոյում անցյալ տարի ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովում շատ մեծ ջանքերի գնով այսպես հաջողվեց ինձ օրակարգ մտցնել մի լրացում, որով առաջարկվում էր, որպեսզի մոնիտորինգային միջազգային խումբ, որը ԵԱՀԿ այսպես մանդատի մեջ մտնում է, որպեսզի մոնիտորինգային միջազգային խումբ գնա Բաքու, մշտադիտարկելու երկու կարևոր ուղղություն, առաջինը Արցախում հայկական մշակութային ժառանգության եղերնը, որ ցեղասպանության շարունակությունը, հայկական հետքի վերացումը, իսկ մենք ամեն օր դրա հետ ենք առերեսվում, եւ նաեւ մշտադիտարկելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների պայմանները, իրավունքները, արդար դատավարություն եւ այլն։ Ցավոք սրտի ես մեր պատվիրակության կողմից աջակցություն չստացա։ Հիմա միգուցե կպատասխանենք, ասեմ, որ սա այսբերգային աշխատանք է, մի մասը դուք չեք տեսնում եւ այլն, ես չեմ կարող, որտեղ օրինակներ չունեմ եւ խոսել առավելագույնի մասին, բնականաբար ես չեմ կարող, բայց ես կարծում եմ շարունակեմ աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, Հայդատի գրասենյակների հետ, որի գործունեությունը այստեղ խայտառակորեն եւ չիմացաբար եւ անիմացաբար եւ դիտավորությամբ այստեղ փորձում է ստվերվել եւ մեր քաղաքական կազմակերպությունը, մեր քաղաքական ուժը եւ մեր դաշինքը հնարավոր բոլոր հարթակները օգտագործելու են այս հարցը հնչեցնելու, բարձրացնելու, ինչպես իմ խոսքում ասացի, սա յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի պետականության իբրև արժանապատվության եւ հեղինակության խնդիրն է, պետության արժանապատվության եւ աշխատանքները ես մինչ այժմ կատարված ցավոք սրտի առավելագույնը գնահատել չեմ կարող։ Արձագանք։ Շնորհակալություն, ինչպես նաեւ հարց դրանից բխող, արդյոք Հայաստանում այս պահին պետական մասշտաբով իրականացվում է վերադարձված գերիների իրավունքների պաշտպանությամբ կամ անհայտ կորած հայերի հետ, ընտանիքների հետ կապված, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ինչ ասելիք ունեք եւ արդյոք այդտեղ աշխատանք կա անելու թե ոչ։ Բնականաբար անհայտ կորածների, ընդհանրապես գերիների ընտանիքների հետ աշխատանքը շատ կարևոր ուղղություն է եւ բազմաշերտ ուղղություն նյութականից մինչև բարեհոգեբանական ուրեմն շերտերը իր մեջ ներառում եւ ես որոշ ծրագրերի ծանոթ եմ, որը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, բայց եւ գիտեմ մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդ որում նաեւ Հայդատը, որը նաեւ Հայաստանում գերիների եւ վերադարձած գերիների ընտանիքների հետ աշխատում է։ Դրանք թե իրավապաշտպան գործունեություն են եւ թե սոցիալական ուղղություն, որոնց մասին մենք միշտ գերադասում ենք այդ ուղղությամբ չխոսել, որտեղ դա նաեւ մեր բարոյական պարտքն է, բայց ես այս ուղղությունը եւս համարում եմ կարևոր ուղղություն, աշխատանքային ուղղություն, որի շուրջ պետքա լուրջ աշխատանքներ տանել, գերիների ռեաբիլիտացիան, նաեւ վերադարձածների, սա մեր հանրության եւ պետության պարտավորություններից մեկն է։